Արդեն մի քանի օր է ոստիկանության երկու աշխատակիցներ ապահովում են Ժառանգություն խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի անվտանգությունը։ Ոստիկանները Փոստանջյանին հետևում են ամենուր աշխատանքի գնալիս, երեխային մանկապարտեզ տանելիս եւ այլն։ Առավոտ երբ ես տանից դուրս եմ գալիս, երկու ոստիկան ինձ ուղեկցում է իմ տեղաշարժման ժամանակ։ Հիմնականում ես ոտքով եմ գալու։ Այսինքն տանից ոտքով գալիս եք ազգային ժողով, իրենք ամբողջ այդ ճանապարհը ձեր հետևից գալիս են քայլելով։ Այո։ Հասնում են ձեր հետևից։ Այո։ Իսկ հետո երբ աշխատանքը վերջացնում եք, նույն ձև իրենք ուղեկցում են, մինչև ես հասնեմ բնակարան։ Նշենք, որ Զարուհի Փոստանջյանի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունն առաջ եկավ այն բանից հետո, երբ սպորտի եւ երիտասարդության փոխնախարար հանրապետական Խաչիկ Ասարյանը հայտարարեց, թե Ստրասբուրգում նախագահային կազինոյի մասին հարց տալու համար Փոստանջյանին պետք է այրել խարույկի վրա։ Մտավախություն ունենալով, որ պաշտոնյայի այս հայտարարությունից հետո ոմանք կարող են իր դեմ տարբեր ոտնձգություններ կատարել, Փոստանջյանը դիմեց ոստիկանապետին, խնդրելով ապահովել իր անվտանգությունը, եւ այժմ փաստորեն ոստիկանները ամենուր հետևում են նրան։ Իսկ դուք ձեզ հիմա ավելի ապահով զգում եք։ Ես ինքս ինձ կարող եմ պաշտպանել, բայց այնուամենայնիվ կարծում եմ իրենց ներկայությունը պետք է սթափեցնի բոլոր այն անձանց, ովքեր ցանկանան ոտնձգություն իրականացնել իմ նկատմամբ։ Եվ եթե չեմ սխալվում, դուք նաև որոշակի մարտարվեստի եք տիրապետում։ Այո, տիրապետում եմ, ես կարող եմ նաև ինքս ինձ պաշտպանել, այո, կարող եմ։ Եվ փորձերը, չգիտեմ ինչպիսի կլինեն, բայց այնուամենայնիվ կարող եմ նաև ինքս ինձ պաշտպանել։ Ինչ-որ կոչումներ ունեք մարտարվեստի։ Ոչ, կոչումներ չունեմ, բայց կարող եմ ասել, որ որոշակի հմտությունների տիրապետում ունեմ։ Չնայած երկու ոստիկաններ ամենուր հետևում են Զարուհի Փոստանջյանին, մեկ ոստիկանական մեքենա էլ առանձին հետևում է նրա տեղաշարժին, ընդդիմադիր պատգամավորը համոզված է, քանի դեռ սպորտի եւ երիտասարդության փոխնախարարը մեկուսացված չէ հասարակությունից, սպառնալիքը շարունակում է մնալ։ Հետևաբար Փոստանջյանը պահանջում է քրեական գործ հարուցել հայոց արծիվների ղեկավարի դեմ եւ կալանավորել նրան։ Պատգամավորի փոխանցմամբ, թեև Ասարյանի հայտարարությունն էլ բավարար էր քրեական գործ հարուցելու համար, ամեն դեպքում այժմ կա նաև հաղորդում հանցագործության մասին։ Մասնավորապես Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը այսօր դիմել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, պահանջելով քրեական գործ հարուցել Ասարյանի նկատմամբ եւ նրան ենթարկել պատասխանատվության քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի համաձայն, այն է սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքի համար։ Տվյալ դեպքում բոլոր հիմքերը կան, պարտավոր են հարուցել քրեական գործ, մեղադրանք առաջադրել եւ նաեւ այս անձին մեկուսացնել, որպեսզի սա նաեւ այլ անձանց համար լինի կանխարգելիչ բնույթ։ Մեկուսացնել ինչ նկատի ունեք։ Կալանքի տակ վերցնել։ Իրեն Փոստանջյան, փաստորեն ոստիկանությունը ընդունում է, որ կա սպառնալիք եւ հետեւաբար փորձում է իր աշխատակիցների միջոցով ապահովել ձեր անվտանգությունը։ Բյուջեից բնականաբար գումարներ են տրամադրվում այս ամենը իրականացնելու համար, բայց մինչդեռ սպառնալիքները որ հնչեցրել է, դրա նկատմամբ որևէ գործողություն չի իրականացվում։ Ինչու՞։ Շատ պարզ պատճառով։ Սպառնալիքը նաև ուրիշների համար է, ոչ միայն ինձ համար է։ Իմ կարծիքը մշտապես հայտնելու եմ, ես կաշկանդված չեմ եւ պայքարելու եմ իմ իրավունքների համար, անկախ նրանից ինչպիսի ճնշումներ կամ բռնաճնշումներ նրանք կբանեցնեն։ Այս դա բնական է, բայց նաև ես կարող եմ ասել, այսպիսի սպառնալիքներ հնչեցնում են, որպեսզի նաև ապացուցեն այլ անձանց եւս, որ տեսեք, մենք կարող ենք հնչեցնել նման սպառնալիքներ եւ մնալ անպատիժ։